Սիրիվերակամների ողջունում ենք բոլորին, այսօր մեծ տոն ուրախություն է, բոլորս հավաքվել ենք օրիգինալ ռեստորանում հարցենյաց սրահում։ Եկեք բարձր ծավողջներով հաստատենք մեր սիրելի Սարգսյանների եւ Եղեզյանների այսօրվա գեղեցիկ տոհմածառ հավաքույթի մեծ ուրախությունը։ Ծափերը բարձր։ Ես ողջունում եմ մեր շատ սիրելի Սարգսյաններին եւ Եղեզարյաններին, իհարկե Եղազար պապիկի բոլոր թորներին, ծորներին, գորներին եւ նրանց երեխաներին, բարձր ծավողջներով բոլոր մեր սիրելի Եղեզարյաններին եւ Սարգսյաններին։ Ես այս պայմանությամբ ուզում եմ մեր հավաքույթի բուն նպատակը ներկայացնել, որպեսզի մենք հասկանանք մեր հիմնական նպատակը որն է։ Սերի բարեկամներ, մեր հավաքույթի նպատակն է տոհմածառի ազգի հավաքույթի մեծ բացման արարողությանը։ Եվ այս գեղեցիկ պահերից մեկն է, որը պետք է ներկայացնեմ, մեր Սարգսյան քնարիկ, եթե ասում ենք քնարիկ, հասկանում ենք Սերժան կողքը։ Նրանք հիմնական պատճառներից մեկն է հավաքույթի բարձր ծավողություններով քնարիկ քույրիկի համար։ Ծափերը բարձր։ Սիրելի բարեկամներ, եւ այս պայմանությամբ գեղեցիկ մեր հավաքույթի նպատակով մի փոքր ուշացնով ինքս ներկայանում եմ հատուկ ձեզ։ Երևան երկերի մեջ սիրված հաղորդաշարի երաժշտական մասի ղեկավար Մանուկ Չուլյան եւ մեր Կամո Սահակյան։ Կփորձենք սեղանապետությունը եւ երաժշտական մասը բոլորս ապահովենք։ Եվ նույնպես ձեզ ողջունում եմ մեր լավ օպերատորներին, մեր լավ խելացի նկարահանողներին, բոլորիս բարի ժամանց։ Բարի նպատակներով, բարի քաղցր խոսքերով ողջունում ենք բոլորին։ Եվ այս հավաքույթի մեջ եւս մեկ մարդ կա, որը ուզում եմ անմիջապես նշել նրա միջամտությունը մեր լավ Վարդանին Սարգսյան։ Բարձր ծափողջություններ Վարդանիս համար։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ մի կարճ խոսքով ողջունեմ մեր լավ բարեկամներին եւ ներկայացնել մեր Եղազար պապիկի առաջին մասը։ Եղազար պապիկը եկել է Գյամրես, հարցական է։ Աղտայի շրջանից այն կոչվում է Հրազդան քաղաքի այժմյան Վանատուրից, 2005 թվականից կոչվում է Վանատուր։ Եղազար պապիկի ծննդյան թիվը մեզ հայտնի է 1816 թվական, իսկ մահացած թիվը ոչ հայտնի չի։ Սիրելի բարեկամներ, ես այս պատմությամբ ուզում եմ մի հետաքրքիր բանով ասել, որ երբ նա եկել է Գյամրեզից, հավանական է, որ նա եղել է մենակ։ Իսկ մեր մեծերի ասելով նա ունեցել է 6 աղջիկ եւ 1 տղա։ Սիրելի բարեկամներ, մնացած շարունակությունը երկրորդ սերիայում։ Այս պատմությամբ զբաժակ ենք լսում, բարձրացնում բարի տեսություն, բարով ենք եկել, բարով ենք հավաքվել, սիրելի Սարգսյաններ, սիրելի Եղազարյաններ։ Բարով տեսանք մեկս մյուսին։ Բարեկամներ, մի կենաց ենք պարտավոր բարձրացնելու։ Քանի հայ ազգը ապրում է, քանի հայ ազգը գոյություն ունի, մենք պետք է ազգովի մի մեծ հզոր կենաց բարձրացնենք։ Եվ կենացը տանում է այն տղաների համար, այն արծիվների համար, այն կամավոր կռվողների համար, մեր գեներալների, սպաների համար, ովքեր որ նահատակվեցին հանուն այսօրվա։ Եվ ինքներս չմոռանանք 90-ական թվականներից Լաչինի միջանցքով մեծ սեբից թողած պատերազմը մեր սրտերից չենք կարող հանել։ Եվ դա շարունակվելով 44 օրվա պատերազմը, Արցախյան պատերազմը, քարոյրա պատերազմով, Արցախյան վերջին պատերազմը, սեպտեմբերյան 13-ը, մեր բոլոր ժամանակների այն կռիվները, որը որ մեծ խորը ցավ, խորը վիշտ թողեց մեր սրտերում։ Սիրելի բարեկամներ, մենք ազգովի խոնարհվում ենք նրանց ծնողների առջև, նրանց ցանկանալով պինդ կեցություն առողջություն, որտեղ կյանքը պետք է շարունակվի։
Նրանք մեր հզոր տղաները գնացին մեր ապրելու համար։ Մենք մնացել ենք նրանց բարձրացնելու համար։ Ազգովի այդ խորը ցավը մեր սրտերում տանում ենք խոր ծերություն, այնուհետ տանում ենք գերեզման։ Սիրելի բարեկամներ, ես խնդրեմ բոլորս ոտնկայց, ոտքի կանգնելով, հարգանքի տուրք տալով մեր լավ հզոր տղաների համար, մեր խելացի տղաների համար, մենք Աստծուն խնդրում ենք, որ նրանց ոգիները Աստծո լույս դառնան։ Եվ նույնպես ուզում եմ ավելացնել մեր հզոր տղաներից հետո, մեր Սարգսյան ազգից, եւ նույնպես Եղազարյաններ ազգից, այն մարդկանց, ովքեր վերջերս վաղաժամ հեռացել են մեզանից, բոլորին հավերժ փառք տալով։ Հավերժ փառք, հավերժ փառք, հավերժ փառք։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, եւ այսպիսով հայտարարում եմ մեր օրիգինալ ռեստորանային համալիրի հմուտ վարպետների ձեռքի լավագույն աշխատանքներից մեկը, մեր հայկական համով հոտով խորովածը, եւ եկեք դիմավորենք այն խորովածը, որ պատրաստել են թեժ կրակի մոտ, նրանց համար եւ նույնպես մեր անուշ շանողների համար, բարձր ծափերով դիմավորենք մեր համով հոտով առաջին ուտեստը, խորովածը, օրիգինալ ռեստորանային համալիրի հմուտ վարպետների լավագույն աշխատանքներից, ջան տույտույով դիմավորենք։ Ջան, հա, հա։ Գեղեցիկ միջոցառումի նույնպես կրկնեմ հիմնական նպատակն է, որպեսզի բոլորս հավաքվենք գեղեցիկ տոհմածառի բացման արարողությանը։ Եվ այսպիսով ես ուզում եմ մի փոքրիկ խոսք ասել, որը վերաբերվում է Եղազար Պապիկի նրա երեխաներով, թոռներով, ծոռներով եւ շարունակվում է առ այսօր։ Եվ այսպիսով մեր Եղազար Պապիկը ունեցել է 6 աղջիկ, 1 տղա։ Տղայի անունը եղել է Ալավերդի։ Ալավերդին ունեցել է 2 տղա, Սարգիսը եւ Խաչատուրը։ Իսկ Սարգիսը ունեցել է 4 տղա եւ 1 աղջիկ։ Տղաներն են Հարությունը, Արմենը, Բագրատը եւ Գալուստը։ Աղջկա անունը եղել է Մային։ Նրանք գրվել են Եղազարյան եւ Սարգսյան ազգանուններով։ Սիրելի բարեկամներ, եւ այսպիսով Սարգսյան Բագրատը ունեցել է 6 տղա, 1 աղջիկ։ Ցոլակը, Մայիսը, Աղասին, Գերասիմը, Մարտիկը, Լևիկը եւ նրանց քույր Ռոզը։ Նրանցից միայն Լևիկ Պապիկն է մեզ հետ։ Խնդրում եմ բարձր ծավալություններ մեր Լևիկ Պապիկի համար։ Լևիկ Պապիկին ցանկանում ենք առողջություն, երկարակեցություն, իրեն սրտի բոլոր բարի իղձերը, այն տարիներին, որը որ չի կատարվել, թող այս տարի մեծ սրտանց, մեծ սիրով, բոլոր ազգի կողմից բարեցանկությամբ եւս մեկ անգամ ծավալությունները հաստատենք, թող կատարվի նրա ցանկությունները։ Սիրելի բարեկամներ, Լևիկ Պապիկը ունի 2 տղա եւ 4 աղջիկ։
Բագրատը, Կոյրյունը, Արուսը, Գեղեցիկը, Նայրան եւ Սյուզին։ Բարձր ցավոքություն ունեն երեխաների համար։ Լուր հետևում է մեր անցուդարձին եւ սրտի խոսքում, շատ հպարտում։ Վստահում է նա իր հարազատներին, իր կենաց խմող բոլորին, կամ էլ մեզանից յուրաքանչյուրին։ Նույնպես բարձր ցավոքություններ մեր պապիկի համար։ Ես ուզում եմ շարունակել մեր գեղեցիկ թողմածառի շարունակությունը։ Կոյրյունը ունի մեկ տղա, երկու աղջիկ։ Լևոնը, Լարիսա եւ Ռոսա։ Սարգսյան աղասին ունեցել է երկու տղա եւ երկու աղջիկ։ Սերոժա, Սարգիսը, Անահիտը եւ Ալբարդը։ Սերոժան ունեցել է ծափերը բարձր, այոս։ Սերոժան ունեցել է երկու տղա եւ մեկ աղջիկ։ Աղասի, Արթուրը եւ Վերգուշը։ Աղասին ունեցել է մեկ տղա եւ մեկ աղջիկ։ Ալեքսը եւ Միլենան, նույնպես ապերը բարձր, բոլորի համար։ Արթուրն ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ, Սերոժա եւ Քնարիկ։ Եղազարյան Մայիսն ունեցել է 3 տղա եւ մեկ աղջիկ։ Ժորան, Պողոսը, Զորիկը, Այդան։ Ժորան ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ, Գյորգի եւ Հայարփին, բարձր ծափերով։ Գյորգին ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ, Մայիսը եւ Մերին։ Պողոսը ունի մեկ տղա եւ երկու աղջիկ, Գեղամը, Աննան եւ Սոֆյան։ Սարգսյան Մարտիկը ունեցել է մեկ տղա եւ երկու աղջիկ։ Գնել է Հասմիկը եւ Սվետլանան, ծափերը բարձր։ Սարգսյան Ռոզան ունեցել է մեկ տղա, Արիստակեսը, բարձր ծափեր։ Արիստակեսը ունեցել է մեկ տղա եւ մեկ աղջիկ, Գեղամը եւ Լուսինեն։ Սարգսյան Գալուստը ունեցել է 6-ը եւ 3 տղա, 6-ը աղջիկ, 3 տղա։ Չէ, ներողություն, այստեղ ինչ որ ես խնդրում եմ անմիջապես իմ մորակրոջը։ Հա, 6-ը սխալմունք է։ Հա, հասկացանք։ Սարգսյան Գալուստը ունեցել է 3 տղա եւ 1 աղջիկ, Ռաֆիկը, Ռազմիկը, Արարատը եւ Արևը։ Սարգսյան Ռաֆիկը ունեցել է 1 տղա եւ 4 աղջիկ, Անդրանիկը, Գոհարը, Ամալյան, Ջեման եւ Նաիրա։ Անդրանիկը ունեցել է 1 տղա եւ 1 աղջիկ, Դավիթը եւ Աննան։ Ժողովուրդ, բայց նկատում եք շատ քիչ են ունեցել երեխաներ։ Ժամանակին մենք պետք է լսենք մեր մեծերը ունեցել են 7 որդով սեղան նստել, հա, համաձայն ենք։ Հիմա վերջում խոսենք։ Դավիթը ունի 1 տղա եւ 2 աղջիկ, Անդրանիկը, Ռիման եւ Սոնան։ Սարգսյան Ռազմիկը ունեցել է 2 տղա եւ 2 աղջիկ, Սամվելը, Նունեն, Լուսինեն եւ Սիմոնը։ Սամվելը ունի 1 տղա եւ 3 աղջիկ, Ռազմիկը, Հերմինեն, Մելինեն եւ Սյուզին։ Սարգսյան Արարատը ունի 2 տղա եւ 1 աղջիկ, Վահանը, Գալուստը եւ Արթուհին։
Վարդուհին ունի 2 տղա եւ 1 աղջիկ՝ Արարատը, Նարեկը եւ Դիանան։ Սարգսյան Հարությունը ունեցել է 2 տղա եւ 3 աղջիկ՝ Անդրանիկը, Գուրգենը, Ծաղիկը, Աստղիկը եւ Օսաննան։ Սարգսյան Գուրգենը ունեցել է 2 տղա եւ 6 աղջիկ՝ ծափերը բարձր։ Գեղամը, Վարդանը, Ալետան, Գրետան, Մարիետան, Մարինեն, Մանիկը եւ Ծաղիկը։ Վարդանը ունի 2 աղջիկ՝ Քնարիկը եւ Անի։ Եղազարյան Արմենը ունի 3 տղա եւ 2 աղջիկ՝ Խաչիկը, Վաչիկը, Նորիկը, Աղունիկը եւ Նավարդը։ Իսկ Խաչիկը ունի 3 տղա եւ 1 աղջիկ՝ Վազգենը, Արմենը, Արսենը եւ Ալիսան։ Վազգենը ունի 3 տղա՝ Խաչիկը, Արտուրը եւ Արան։ Սարգսյան Խաչիկը ունի 2 տղա՝ Վազգենը եւ Նարեկը։ Արմենը ունի 2 տղա՝ Խաչիկը եւ Հրաչը։ Արսենը ունի 2 տղա եւ 1 աղջիկ՝ Հարութը, Հայկը եւ Իվետան։ Վաչիկը ունի 2 տղա՝ Գագիկը եւ Գարիկը։ Գարիկը ունի 1 տղա եւ 2 աղջիկ՝ Նարեկը, Մարիետան եւ Մերին։ Իսկ Գարիկը ունի 1 տղա եւ 2 աղջիկ՝ Վաչիկը, Մելինան եւ Մարիամը։ Եղազարյան Խաչատուրը ունեցել է 3 տղա՝ Բաբկենը, Սիմոնը եւ Սուրենը։ Եղազարյան Բաբկենը ունեցել է 4 տղա եւ 2 աղջիկ՝ Դիմիկը, Իշխանը, Բալիկը, Զալիկը, Լենան եւ Քնարը։ Եղազարյան Զալիկը ունեցել է 1 տղա եւ 3 աղջիկ։ Վահագը, Արուսը, Տաթևը եւ Մելանը։ Իսկ Եղազարյան Վահագը ունի 3 տղա՝ Նոյը, Նարեկը եւ Նայրին։ Սիրելի բարեկամներ, Եղազարյան Բալիկը ունի 1 տղա եւ 2 աղջիկ՝ Սիմոնը, Սուսանը եւ Նայրին։ Եղազարյան Սիմոնը ունի 3 տղա՝ Ալիկը, Աբրահամը եւ Ադամը։ Խաչատրյան Իշխանը ունի 1 տղա՝ Նվերը, մացած ողջունելով։ Մեր իշխանի տառերով գրված է այսպես. Իր հոգում պահն է, երազանք ունի։ Շատ է երազում դառնալ իրական, խոր նվիրումով ազգին հարազատ։ Անունը բաղձանք իրականացված նրա հոգում էլ նոր հանգստություն ստացավ, ծափերը բարձր։ Խաչատրյան Նվերը ունի 2 տղա եւ 1 աղջիկ՝ Իշխանը, Հայկը եւ Սոֆին։ Խաչատրյան Դիմիկը ունի 1 տղա եւ 6 աղջիկ՝ Բաբկենը, Բալասանը, Ալվինան, Սիլվան, Աննան, Նունեն եւ Զոյան։ Եղազարյան Սիմոնը ունեցել է 1 տղա եւ 1 աղջիկ՝ Սերոժը եւ Անահիտը։
Եվ այսօրվա մեր հավաքույթի ամենամեծապատիվ անձնավորություններից մեկը, ծափերը բարձր։ Եվ ուզում եմ մի քառատող նույնպես հատուկ ձեզ համար ճերմակել ես այսօր ազգիս մեջ։ Վայելում ես սեր ու հարգանք, ապրես երկարառոջ ուրախ, շրջապատված քո բարեկով, քո ընտանիքով, քո հարազատներով, ծափերը բարձր։ Սիրելի բարեկամներ, ես հիմա խնդրում եմ բարձր ծավողջուններով իմ լավ մորաքրոջը այս գեղեցիկ տոհմածառը ուղեկցենք մեծ հորաքրոջը, հուշանվեր, ծափերը բարձր։ Ծափերով, 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 ջան, ջան մեծ մայրիկ ջան։ Աստված էլ ավելի առողջություն տա ձեզ, էլ ավելի երկարակեցություն տա, որ կարողանաք գեղեցիկ այս ձեր ազգի հավաքույթի ժամանակ այդպես ձեր ինքնությամբ զարդարեք մեր շատ գեղեցիկ սեղանները, շնորհակալություն։ Եվ նույնպես մի քառատող եմ ուզում կարդալ, ժպիտով ենք դիմավորում, երբ նրան ես դու այցելում, նուրբ է քնքուշ սուրբ ձեռքերով, իր գիրկն է, նա քեզ առնում գրկին, կարծես ջահելանում է, սա ու մասն է խոսքը, մայրիկի, ժենիկ մայրիկի մասն է խոսքը, ծափերը բարձր, ծափերը բարձր։ Սիրելի բարեկամներ, եւ այս պայմանությամբ մի գեղեցիկ պահ ենք հայտարարում բոլորիս։ Մեր շատ սիրելի Սարգսյանների համար, Եղազարյանների համար, բոլորս մեր հեռախոսերով, մեր նկարահանող սարքերով, բոլոր տեսակի այդ ձայնագրման սարքերով մեր տեղից վեր ենք կենում եւ մոտիկանում ենք ահա այս հրաշալի տոհմածառի մոտ։ Եվ այսպիսով այս պայմանությամբ գեղեցիկ տոհմածառի արարողությունը հայտարարում եմ բացված հետևյալ խոսքերով։ Տոհմածառի այս հավաքույթին ողջ տոհմն է միավորված, հապարտ իրենց նախնիներով, միավորված փոքր ու մեծով, այս տոնական մեր խնջույքին ծառն է տոհմի խորհրդանիշը, այն կմնա մեր հուշերում, ռումբի պես մխված մեր բոլորիս սրտերում։ Ծափերը բարձր ևս մեկ անգամ։ Սիրելի բարեկամներ, եթե բոլորս ցանկություն ունենք այս գեղեցիկ տոհմածառը մեր բնակարաններում հայտնվի, կարող ենք կրկնօրինակել եւ նույնպես բոլոր ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ, բոլոր տեսակի անուն առ անուն գրված կարողանանք կրկնօրինակել։ Şanlıurfa, Şanlıurfa.
Նստողները սափարում ենք, նստողները սափարում ենք, ծա։ Հիմա բոլորս մեծ շրջան ենք կազմում, ազգագրական երգերի ցանկով պարում ենք Գյոլունդ, ինչպես պարում էին մեր հավաք սերունդը, մեր մեծերը, մեր տատերը և պապերը, բոլորս մեծ շրջան ենք կազմում։ Մանկուց երազել եմ ես մեր երկիրեր թամ, պապուս կարոտ երգերի ես էլ հասկանամ, ապերից հողն ու ջուրը աշկում ես տեսնեմ, մշո սուրբ կարապետում զույգմո մեր բարեմ, ու հայոց վանքում օրով էլ երկեմ, պապջար են խմեմ քոչարի բարեմ, ու հայոց վանքում օրով էլ երկեմ, պապջար են խմեմ քոչարի բարեմ, ես մշեց ու զավակ եմ մշողին պապակ եմ արազը կդրեմ ասնեմ պապերից հողին հասնեմ, ես մշեց ու զավակ եմ մշողին պապակ եմ արազը կդրեմ ասնեմ պապերից հողին հասնեմ։ Ողջ աշխարհի հայերով նպատակ ունենք, մեր գործարած հողերը նորից ետ բերենք, շատ տարիներ են անցել, բայց չենք մոռացել, հայի թափված արյունը դեռ չենք հատուցել, մի բեռուց դառնանք ու հզորանանք, նորից սովիսով Հայաստան դառնանք, մի բեռուց դառնանք ու հզորանանք, նորից սովիսով Հայաստան դառնանք, ես մշեց ու զավակ եմ մշողին պապակ եմ արազը կդրեմ ասնեմ պապերից հողին հասնեմ, ես մշեց ու զավակ եմ մշողին պապակ եմ արազը կդրեմ ասնեմ պապերից հողին հասնեմ։ Ժանուրախություն, ժանուրախություն։ Ես մշեց ու զավակ եմ մշողին պապակ եմ արազը կդրեմ ասնեմ պապերից հողին հասնեմ, ես մշեց ու զավակ եմ մշողին պապակ եմ արազը կդրեմ ասնեմ պապերից հողին հասնեմ։
Շնորհակալություն։ Հա Սիրելի գեղեցիկ Սարգսյաններ, քնարիկ մայրիկը եւ Սերոժը հայրիկ։ Ես ասում եմ, որ մեր հիմնական այս հավաքույթի պատճառավորներից մեկը մեր հարգելի սիրելի մայրիկ քնարան է։ Եթե ասում ենք քնարան, ինչպես հարցացություն ուսուցից, ինչ եթե Մուրադ Արուսը կողքն է։ Եվ հիմա ասեմ, որ մեր քնարիկ մայրիկը աղասի հարցն է, նույնպես բարձր ծավալություններով։ Եվ արդեն բավականին մեր Սերոժա հայրիկիդ միասին սիրո պատմությունը շարունակվում է արդեն 45 տարի եւ անցնում ենք 46-ի մեջ 4 տարուց բոլորս հավաքվելու ենք մեծ հարսանիք անենք, ճիշտ է, ծափերը բարձր, ծափերով բարձր։ Արջևում ունենք ոսկյա հարսանիք։ Մեր գեղեցիկ սիրելի Սերոժա հայրիկ եւ քնարամայրիկը ունեն 3 երեխաներ։ Աղասի համար բարձր ծավալություններ, Արտաշեսի համար բարձր ծավալություններ, Վերգուշի համար բարձր ծավալություններ։ Եվ առանձնահատուկ ուզում եմ ծավալություններով 7 թորնիկների համար, որից մեկը ծառայության մեջ է, մեր լավ երիտասարդ մատղաշ զինվորի համար բարձր ծավալություններ եւ 7 թորների համար։ Եվ հիմա հարց եմ ուզում հղել մեր Սերոժա հայրիկին։ Քանի որ ընտանիքը հիմնված է սիրո հիմքերի վրա, որտեղ սերը կա, այնտեղ արմատները խորն են։ Եվ ուզում եմ այդ սերը փոխանցվի ձեր երեխաներին եւ ձեր թորներին։ Թող ամեն ընտանիքում, ամեն հայ ընտանիքում սերը լինի առաջնատեղը։ Սիրելի բարեկամներ, ուշադիր լսեք եւ պատկերացրեք հիմա ինչ է կատարվելու։ Սերոժա հայրիկ եւ քնարամայրիկ։ Այն ժամադրության ժամանակ երիտասարդ տարիների նման բան եղել է, ժամադրվել եք եւ որ մեկն է ուշացել ձեզանից։ Ինքն ուշացել։ Միշտ ինքն է ուշացել, չէ՞։ Ուսանող էի։ Ծափերը բարձր, դա նորմալ է, եթե քնարամայրիկն է ուշացել, դա նորմալ է, շատ լավ է։ Եվ անմիջապես 3 հարց եմ տալու ու ես դա փակեմ։ Եվ այդ սիրո պատմությունը բավականին արդեն տարիներ պահել եք ձեր խորը սրտում, հենց ծոցում, ասել մեր ադեների նման մի քանի խալաթի տակ սենց։ Առաջին գեղեցիկ սիրո համբույրը, որ միշտ լսում ենք, առաջին սիրո համբույր երգը ինչքան ենք հրապուրվում։ Միայն հյումորով չասած, քյավար չասած, աչի վրա եղել։ Կամ տանկրիշն է եղել։ Ես նախապես ասեմ սիրելի բարեկամներ, եթե չեն պատասխանում, նշանակում է կայացել է աներոջ տանը։ Հիմա մեր գեղեցիկ
Զույգին հարց եմ տալիս։ Ձեր այն անմոռանալի առաջին համբյուրը որտեղ է կայացել։ Անիրուց տանը։ Ծափերը բարձր, ծափերը բարձր։ Սարքեցի գլխներիս։ Եվ մեկ հարցեր, որ տանը մենակ է եղել։ Թորնիկները չեն խանգարել։ Երեխաները նույնպես չեն խանգարել։ Ասել ես, քնարի ես քեզ շատ եմ սիրում, մի 2 րոպե սիրո տանգո պարենք։ Ինքն ասում է չէ։ Այ հիմա կպարեն, ծափերը բարձր։ Գեղեցիկ զույգին հատուկ 2 րոպե տրամադրում ենք սիրո գեղեցիկ տանգո, հատուկ ձեզ համար։ Ապրեք, շնորհակալ եմ, կյանքում սիրայի չէի բարել։ Ծափերը բարձր, ջան։ Իմ աշխարհն ես իմ արևը տա Ծափ, ջան։ Համ իմ կյանքը, համ կյանքից էլ թանկ Ախ ինչ լավ են նկատելը, սիրտս քո սրտին գտնելը, որ ապրեն ամբողջ սիրո մի կյանք Մեր սիրով մենք կհասնենք լուսնի Իմ արև մերն եմ ես քո լույսի Ծափերը ողջունում ենք մեր երկրորդ զույգին։ Սերն ես իմ աղջիկը, իմ սրտի սիրած ծաղիկը, որ երկեմ իմ սերը քո մասին Քոնն է իմ սիրող սրտի ողսերը Քո սիրո շրջով ապրում է սիրտն ու իմ հոգին Թող այսօր վարվեն բոլոր լույսերը ու լինեն երգերը սեր իմ քո մասին Քոնն է իմ սիրող սրտի ողսերը որ դարձել է ինձ ու քեզ ամբողջում մի հոգի որ քեզ հետ ապրեն բոլոր հույսերը դու եղիր արևս որ առնեմ բարևս որ ինձ նոր ժպտա սիրող հոգի սեր ամեն անգամ քեզ տեսնելիս Երանի եմ ինքս ինձ տալիս Շատ գեղեցիկ է։ Եվ համայի չէ։ Քո աչքերը ինձ հասնող սիրո խոսքերը ու հիմա իմ սիրտն եմ քեզ տալիս Քոնն է իմ սիրող սրտի ողցերը Քո սիրո շրջով ապրում է սիրտն ու իմ հոգին Թող այսօր վարվեն բոլոր լույսերը ու լինեն երգերը սեր իմ քո մասին Քոնն է իմ սիրող սրտի ողցերը որ դարձել է ինձ ու քեզ ամբողջում մի հոգի որ քեզ հետ ապրեն բոլոր հույսերը դու եղիր արևս որ առնեմ բարևս որ ինձ նոր ժպտա սիրող հոգի Թող ինձ նոր ժպտա սիրող հոգի Բավական է, բայց չենք հեռանում ոչ մեկս բարարապարակից։ Այսպես է լինում, ասում է պապին, տատիկին երիտասարդ տարիներ մեկ անգամ կպցնում է, միջևերջ կպած մնում են։ Տանգոյի շարունակությունը խոստացեք, որ տանը շարունակելու եք։ Վարդան ջան չեք տեղավորվում։ Մեկ, ահա։ Իմ կողմից խոստանում եմ, իրանը ոչ։ Ժողովուրդ ջան, ծափերը բարձր։ Եվ իմ Սերոժա եղբայրը նույնպես խոստանում է, չէ՞։ Անպայման։ Ձեզ տեսնեմ, ես հատուկ գալու եմ երեկոյան։ Հիմա մեր բոլոր զույգերը ովքեր այստեղ են, Վարդան ջան, խնդրում եմ Տիգրոջ հետ միասին կանգնիր այստեղ։ Երիտասարդ զույգը մեկ փախչեք, մնացեք տեղում, քանի որ հայտնվել եք մեր ուշադրության կենտրոնում։ Հա, ավելի ուրախ ենք։ Ինչքան եք սիրում ձեր կողքի կանգնած գեղեցիկ համայիչ, ձեր կյանքի կեսերին։ Միայն կապացեք համբյուրով։ Համբյուր բոլորիդ ներկայացությամբ։
Համբյուր ձեզ տեսնեմ։ Սերոժա, դուք նույնպես համբյուր, մեր երիտասարդները, մեր զույգը, չենք տեսել, ջան, մեր զույգը, համբյուրը, ջան, մեր մյուս զույգը, չենք տեսել, ահա, տեսակ, սիրելի բարեկամներ, եւ ուզում ենք ամեն հայ ընտանիքում, մեր միասնությունը, մեր հզորությունը, մեր ամենայն առնական խիզախությունը մեր այլ ընտանիքի սիրո մեջ է, մեր միասնության մեջ է, մեր հարգանք ու պատվի մեջ է, եւ հիմա բոլորը թարում ենք բարելու, ուրախանալու, մեծ տրամադրությամբ, բարում ենք բոլորս միասին։ Իմ կյանքում հենց առաջին անգամ քաղցրվակ ասեցի մամա ջան, կանչեցի ցայտնվի մամա ջան, ախ որքան գիշերներով անկում օրորես, ասել մամ քո որդուն օրորես, ասել մամ քո որդուն մատրության հավերժական աղբյուր կգովեմ, մամ ջան քեզ ամենում կգովեմ, մամ ջան քեզ ամենում իմ մայրիկ, ապրես երկար տարիներով երջանիկ, ունեցել ես մայրի Հիմա էլ ես սանող եմ դարձել քո գինը, այն օր եմ հասկացել քո գինը, այն օր եմ հասկացել Իմ հայրիկ, ապրես երկար տարիներով երջանիկ, ունեցել ես հայրի մամուր ընտանիք Ժանրախություն ապրե բարոները, հա?
Bravo Sajan. Մենք շրջան ենք ասում, որտեղ այս պետրությամբ մեր սիրելի Եղեզար Պապիկի մեծ տոհմի հավաքույթի ժամանակ պետք է մենք նրանց մեծարենք, մեր նոր զույգին, մեր թազա կանաչ ճյուղին մեծարելով մի գեղեցիկ Սևանի հարսնապար եւ բոլորս միասին մեծ շրջան ենք ասում, իսկ գեղեցիկ զույգը տոհմածառի մոտ պետք է լինի։ Ռազմիկ եւ Անժելա Պարարապարակի կենտրոնում Ջան Ժանրախություն Այո, շրջանը ֆռում է
Ջանրախություն, ջան ռազմիկ աղբերես, բաղտավոր լինեք։ Ռազմիկ ջան, Անժելա ջան, ես ուզում եմ բոլոր ներկայությամբ ռազմիկ աղբերես, մեր գեղեցիկ իրեն նշանացին, մի գեղեցիկ համբյուտա։ Պատրաստ ես եղբայրս, ծապելով բոլորս ծապարում ենք գեղեցիկ զույգին, ինչ ենք ասում, համբյուր, ժանրախություն։ Եվ Աշուղ Ռազո երգը հատուկ մեր գեղեցիկ զույգի պատվին նույնպես։ Սարի որ քեզ իմ կյանք պիտի ասեմ, թե որքան եմ կարոտել, լավ գիտեմ, որ դու ինձ պես սիրելիս քո խենթին ես կարոտել, դուր սարի որ քեզ իմ կյանք պիտի ասեմ, թե որքան եմ կարոտել, լավ գիտեմ, որ դու ինձ պես սիրելիս քո խենթին ես կարոտել, դուրս եկար երկար մազով, խոսում ես հետս նազով, ասում են դարդից ռազով, դարձել են Աշուղ սազով, դուրս արի երկար մազով, թեկուզ մի քիչ են նազով, բայց մի թող ասեն ռազով, դարձել են Աշուղ սազով։ Քեզ իմ սերկյանքիցը շատ եմ սիրելու ձեռքերիս մեջ պահելով, ուշ թե շուտ գիտեմ, որ միասին ենք լինելու, կյանք դուրս էլ նվիրելով, քեզ իմ սերկյանքիցը շատ եմ սիրելու ձեռքերիս մեջ պահելով, ուշ թե շուտ գիտեմ, որ միասին ենք լինելու, թե կյանք դուրս էլ նվիրելով, դուս եկար երկար մազով, խոսում ես հետս նազով, ասում են դարդից ռազով, դարձել են Աշուղ սազով, դուս արի երկար մազով, թեկուզ մի քիչ են նազով, բայց մի թող ասեն ռազով, դարձել են Աշուղ սազով։ Շենով քո պատկերը ես կարոտում ու սպասում եմ քեզ, որ դեռ գալու ես ու ասես սիրում եմ քեզ, քանի կանսեր պիտի ասեմ, սիրուս համար երկերյուս եմ, ամուր գրկեմ ու միշտ ասեմ սիրում եմ քեզ, ես կամ ու նման եկար ու անցա, սեր ասավի թողի հեռացա, համ ու հոտիտ կարոտ մնացի, բայց թե մի օր որ պոշտանես ետ վերադարձի, աղ կամ ու նման եկար ու անցա, սեր աստավի թողի հեռացա, համ ու հոտիտ կարոտ մնացի, բայց թե մի օր որ պոշտանես ետ վերադարձի։ Ես քեզ սիրում եմ, բայց դու աչքիս ուրիշին, դու ուրիշին ես տվել քո սիրտ ու հոգին, ինչ անեմ տեսել եմ շատերի նման, սիրահարվել եմ քո տեսքին աննման, չեմ խանգարի քեզ չեմ անի նման բան, բայց որ սիրում չխենթանամ, երևի կողմեմ կգնամ հեռու որ չիմանա իմ տեղը, ու չգա իմ հետևից, ինձ չգտնի քո սերը, կգնամ
Սիրելի բարեկամներ, եւ այսպեսով ընդմիջուն ավարտելուց հետո մեծ սիրով, մեծ սրտանց շարունակում ենք մեր շատ սիրելի հավաքույթը։ Հավաքույթը, որը որ կոչվում է ազգի տոհմածառի մեծ հավաքույթի համար։ Եվ այսպեսով այս պետրությամբ ես խնդրում եմ եւ հորդորում եմ բոլոր մեր սրահում գտնվող բոլոր տատիկ պապիկների համար առավելագույնը բարձր մեծ ծավողություններ, մեծ խոնարհում մեր սիրելի մայրերին եւ հայրերին, ծափերը բարձր։ Մեր սրահում գտնվող բոլոր տատիկ պապիկներին ցանկանում ենք առողջություն, երկարակեցություն եւ նրանց այն բարի իղձերը թողած տալի կատարվի, որը կապված է իրենց ընտանիքի հետ, իրենց երեխաների հետ, իրենց թոռների հետ։ Եվ նույնպես արտասանում եմ այն խոսքերը, որը որ մեր Եղազար պապիկի համար էր գրված։ Լուր հետևում եմ մեր անցուդարձին եւ սրտի խորքում շատ հպարտանում։ Վստահ է, որ նա իր հարազատների համար, իր կենացը խմող բոլորին, կամ էլ մեզանից յուրաքանչյուրիս սրտում է։ Սիրելի բարեկամներ, այս պետրությամբ մեր սիրելի տատիկ պապիկների համար, մեր լավ մեծերի համար մի երկու փոքրիկ հումորային մաս եմ ուզում պատմել եւ այնուհետեւ անցնել նրանց մեծ սիրելի բարերին։ Պապիկը սիրելի թորնիկի ձեռքը բռնած պետք է գնան Երևան։ Քաղաք Երևան գնալիս պապիկը թորնիկի խոստացել է պաղպաղակ, կարուսել, նման հետաքրքիր ճամփորդություն, որը որ մեր փոքրիկներին շատ հետաքրքրում է։ Եվ այդ ճանապարհը տանում է այն ճանապարհով, որտեղ որ դպրոցն է անցնում։ Եվ պապիկը թորնիկի ձեռքը բռնած անցնելիս հանկարծակի նկատում է, որ դիմացից գալիս է թորնիկի դասղեկը։ Եվ ինչ ասի։ Սիրելի թորնիկ ասում է. ես խնդրում եմ մի պահ բախկվիր, թող դասղեկը անցնի, մենք միասին նույնպես շարունակենք մեր ճանապարհը։ Թորնիկը համառորեն մերժում է. ոչ պապի ջան, ես չեմ բախկվի։ Եվ վերջ։ Խեղճ պապիկը տարիքով մարդ է, ամոթխած մարդ է, մի երկու քայլ նույնպես անցնելիս նորից ասում է. թորնիկ ջան, փափուկ արդեն, ցավը տանեմ, ջանիդ մեռնեմ, խնդրում եմ բախկվիր դասղեկը անցնի, մենք նույնպես շարունակենք մեր ճանապարհը։ Եվ այդ ժամանակ թորնիկը նույնպես փափկում է. պապի ջան, ես չեմ բախկվի, դու պետք է բախկվես։ Ինչու թորնիկ ջան, ինչու համար։ Պապի ջան, ես երեք ընկեր Վարդանյանին ասել եմ, որ ընկեր Վարդանյան, պապիկս մահացել է, վաղը չեմ գալու դասի, դու պետք է բախկվես։ Այսպեսին է մեր հմիկվա սերունդը։ Ես խնդրում եմ բարձր ծավալությունը մեր ավակ սերունդի համար, մեր լավ պապիկների համար, որովհետև պապիկների ամենահամով հոտով թորնիկները նրանց թորներն են։ Ծափերը բարձր մեր պապերի համար։ Իսկ մի գեղեցիկ պատմություն նույնպես ուզում եմ պատմել հարց եւ կեսրար հարաբերությունները։ Ժամանակին կեսրարը խոպանից ուշացումով գալիս է ներկա չի լինում տղայի հարսանիքին։ Եվ այդ ժամանակ կիսուրը գնում է, գալիս է, սկսում է փնթփնթալ։ Ասում է մենք էլ ենք հարց եղել, մենք էլ ենք կեսարին հարգել սովորել, կիսուրին հարգել սովորել, մեր հմիկվա հարցները, պլանշետները ձեռքին նստում են եւ սկսում են զբաղվել այդ պլանշետներով։ Եվ այդ ժամանակ կեսարը, եթե խոպանից եկել է, նա արդեն գիտուն մարդ է եւ շատ խորիմաց մարդ է։ Ասում է կնոջը սիրուն ձևի ուղարկում է խոհանոց, ասում է իմ տիկին, խնդրում եմ մենք ենք եւ մեր գեղեցիկ դուստերը հարցը, գնա խոհանոցը, այնին բերած Ռուսաստանի լավ կոֆեից պատրաստի, բեր միասին անուշանենք։ Տիկնոջը ուղարկում է խոհանոց եւ հարցիկին ասում է. հարց ջան, դուստերս ամեն ոդքս լավանալիս ռուսական 100,000 ռուբլի։ Ասում է հարց չկա պապա ջան։ Միջև կիսուր մայրիկը կոֆեն պատրաստած բերում է, որ վայելեն հարց է, կիսուր եւ իրենց հարցը։ Տեսնում է հարցը արդեն կեսարի ոդքերն է լվանում։ Ասում է ինչ խաբար է, Տեր Աստված, մեղաքես Տեր Աստված, այսքան գոտ կտացի, վերջապես տեղ հասավ։ Եվ այդ ժամանակ հարցը ինչ պատասխանի սելի բարեկամներ։ Եվ այդ ժամանակ կիսուրը
կոֆեն տալիս է ամուսնուն, իսկ հարսիկը ոտքերը լավանալու տեղից ֆռում է եւ այսպես ձեռքերը դնում է, ասում է Աստված ջան, Աստված, երեք պապան 4 ոտք ունենար, Աստված ջան, երեք պապան 4 ոտք ունենար։ Ես ուզում եմ բարձր ծավալություն մեր կեսարներին եւ հարսերի համար։ Ցելի բարեկամներ, ես խեմ սա պատմում։ Օջախի մեջ ամենահարազատ մարդիկ են հարսը եւ կեսարը։ Ինչու՞, որովհետև հարսի կողմից նույնպես չկա բարեկամներ եւ կեսարի կողմից նույնպես չկա բարեկամներ։ Իսկ մայրը իրեն երեխաներով նրանք ազգակիցներ են իրար։ Նույնպես ծափերը բարձր մեր սիրելի հարսեն եւ կեսարներին։ Papi կենացած բռնի տատիկի ձերքը ծանր հելեք բարեք տատիկ պապիկի պարը Papi կենացած բռնի տատիկի ձերքը ծանր հելեք բարեք Սարքել ես, արդար մաքուրանունդ, թորներիդ հողել ես Հանաքարին դրել ես, օջախը ծարկել ես Արդար մաքուրանունդ, թորների թողել ես Papi կենացած բռնի տատիկի ձերքը Ծանր հելեք բարեք տատիկ պապիկի պարը Papi կենացած բռնի տատիկի ձերքը ծանր հելեք բարեք տատիկ պապիկի բարը Այսօր պսակի օր է, թորնիկը թակվոր է, մի տարի է լսվասես, սորնիկի կտեսնես Ծափերը բարձր մեր շատ սիրելի ավակ ծնողների համար, մեր մեծ մայրերի եւ պապիկների համար։ Սիրելի բարեկամներ, հիմա ձեր թորնիկները խոսք ունեն ասելու։ Մեր եղազար պապիկի ծորները, կորները խոսք ունեն արտահայտվելու։ Մեծ սիրով ուզում եմ ծափողջները բարձր եւ դիմավորենք մեր շատ սիրելի փոքրիկներին։ Ծափերով բարձր։ Կանոն ինչպես է։ Երաշիկ, Սերոժիկ եւ ազգանունը ինչպես է։ Արտուրի, Ազգանունը ինչպես է։ Սարգսյան, Վերջացավ, ծափերը բարձր։ Եվ ինչ ես արտասանում։ պապիս համար, Մեծ սիրով լսում ենք։ խոստանում եմ տող մի ծանը պահեր որպես մեր տան ձակ և մեզանամ մեծ մարդ տանեմ, պատմեմ պապիս պատմությունը։ Ծափ ջան։ Հաջորդը քոն ինչպես է։ Վազգեն ջան, եւ ինչ ես արտասանում։ Պապիկիս մաս։ Մեծ սիրով լսում ենք։ Ես էլ այժմ իմ կողմից որպես պապիս մեծ թորնիկ խոստանում եմ իմ կողմից եղբորս հետ միասին պաշտպան կանգնենք մեր ազգին։ Բարձր ծավալություններ, շնորհակալություն։ Քոն ինչպես է։ Նարեկ ջան, նույնպես արտասանում ես։ Լսում ենք։ Այս հարմար պահին ես էլ իմ պապին ուզում եմ ասել երջանիկ եղիր ու միշտ սիրելի։ Ապրես, ծափերը բարձր սիրելի բարեկամներ։ Մեր գեղեցկուհին նույնպես արտասանում է։ Լսում ենք։ Մեր մեծ հայրենիք ինչ կա աշխարհում, քենի ծանարի, քենի սիրում, սարերդ բարձրիկ, ջրերդ քաղցրիկ, արևդ բացար, Մեր մեծ հայրենիք ինչ կա աշխարհում, քենի ծանարի, քենի սիրում, սարերդ բարձրիկ, ջրերդ անճար, ջրերդ քաղցրիկ, արևդ բացար, դու տվել ես մեր թռիչքի թևերը, որ բարձրանանք մենք արևից էլ վեր։ Շնորհակալություն, ծափերը բարձր։ Քոն ինչպես է։ Հայ ջան, արտասանում ես, լսում ենք։ Արի եղբայրս, երբ մեծանանք, մենք էլ այսպես համախմբվենք,
Մեր պապիկի ոգով լսված կազմակերպել մի տոննածառ։ Ապրես, ծափերով։ Լսում ենք։ Տոհմածառի փոքր ճյուղն եմ շրջապատված մեծ ճյուղերով, մեր պապերի հայր ու մայրող եղբայրներով ու քույրերով։ Շնորհակալություն, իսկ անուն ինչպես էր, ձեր անուն ինչպես էր։ Նարեկ։ Շատ շնորհակալություն Նարեկ ջան, ձեր անուն ինչպես էր։ Ադամ։ Ադամն է, ծափերով, Ադամն է եկել։ Ադամ ջան, լսում ենք։ Իմ պապիկի մի մասնիկն եմ, նրա տոհմի մի մասնիկն եմ, մասկարգիցն եմ, տոմածառի, ասպես կիսատ գործին։ Բարձր, ծավողջուներ, սիրելի բարեկամներ, չեմ անում ինչու, բայց ինձ տպավորություն է, որ մի քանի տարիներ հետո թազա նախագահ ենք ունենալու։ Համաձայն ենք, ծափերով, միայն ծափերով։ Հաջորդը Աբրահամ։ ողջունում ենք եւ լսում ենք։ Հնուց եկած ավանդույթները, մեր պապերի պատմությունները, եկեք այսօր մենք սովորենք, հետո էլ մենք շարունակենք։ Աբրահամ, կարող է դու տեղակալ լինես կամ հակառակը։ Պաշտոնի լինեք, լավ սովորում ես դպրոցում։ Չհասկացա, միա։ Դպրոցում լավ սովորում ես։ Ռուսական այգի։ Хорошо учиться։ Լավ է։ Հայրը պատասխան։ Շնորհակալություն։ Մեր գեղեցկուն ենք լսում։ Մարիամ։ Ես այս տոհմի մի մասնիկն եմ, իմ պապիկի քաղցր թորնիկն եմ։ Շատ ուրախ եմ, որ այս պահին մասնակիցն եմ տոհմածառի։ Շնորհակալություն։ Եվ ով մնաց։ Ես սիրում եմ հենց այս պահը, որ հնչում է երկն ու պարը, որ ժպտում են մեր պապերը, երջանիկ է մեր ողջ տոհմը։ Շնորհակալություն, անուն ինչպես էր։ Նոյ։ Շատ հրաշալի անուններ է։ Սիրելի բարեկամներ, կա։ Աշխատում եմ ես նմանվել իմ պապիկի աշխատասեր։ Հավատարիմ է։ Իր տոհմի նվիրված է բոլորի։ Ապրի։ Սիրելի բարեկամներ, այս պատմությամբ մեր փոքրիկ հրաշքները արտասանություն է կատարելուց հետո ես ուզում եմ մեր մեծ սերունդը, մեր ավագ սերունդը, մեր սերի տատիկ պապիկներին բարահրապարակը տրամադրել իրենց պապիկ եմ դարձել, տատիկ եմ դարձել, լավ է կարել, ճիշտ է կարել։ Մենք ձեզանով հպարտանում ենք, չի ասեմ էր երկրորդ։ Իշխան պապիկի թորնիկն է, որը պետքա շարունակես գործը։ Ծափերով։ Տոմի փոքրիկ մի մասնիկն եմ, իմ պապիկի ժառանգորդն եմ, խոստանում եմ լինել լամա, շարունակել ձեր գործը արդար։ Ապրես։ Ես շատ եմ սպասել, տարիներն ասում են գնում անունս, ես թորնիկիս եմ թողնում Տեր Աստված, պահպանիմ նրան ասկանում, տարիներն ասում են գնում անունս, ես թորնիկիս եմ թողնում Տեր Աստված, պահպանիմ նրան ասկանում։ Խմում եմ գինի, թող իմ արածը քեզ հալալ լինի, թորես կենացի, խմում եմ գինի, թող իմ արածը քեզ հալալ լինի, տարիներն ասնում են գնում անունս, ես թորնիկիս եմ թողնում Տեր Աստված, պահպանիմ նրան ասկանում, տարիներն ասնում են գնում անունս, ես թորնիկիս եմ թողնում Տեր Աստված, պահպանիմ նրան ասկանում։ Երազել եմ միշտ, ես պապի դառնալ, հորիս հետ շրջել և ուրախանալ, երազել եմ միշտ,
ես պապի դառնա հորիս հետ շրջել եւ ուրախանա տարիներն ասում են գնում անունս ես թորնիկիս են թողում Տեր Աստված պահպանիր նրան այս կյանքում տարիներն ասում են գնում անունս ես թորնիկիս են թողում Տեր Աստված պահպանիր նրան այս կյանքում Աշխարհիս վրա կդարախ տավայր հարուստ սրբերով ու աղբյուրներով թևադորոսը ու պաղախբյուրը մեր սրտերում է պապական հողը դիլիվ հողս կանչում է աղ կարոտս տանջում է մուրազում եմ սրտիս մեջ սեղան գցեմ գեղա մեջ դիլիվ հողս կանչում է աղ կարոտս տանջում է մուրազում եմ սրտիս մեջ սեղան գցեմ գեղա մեջ Մանկությանս օրերն աչքիս է գալիս Շատ աղբյուրներ կան սառնորակ ջերով Դիլիվ մեր սննդավայր ապրես դարերով Դիլիվ հողս կանչում է, աղ կարոտս տանջում է Մուրազուն եմ սրտիս մեջ, սեղան գցեմ գեղա մեջ Դիլիվ հողս կանչում է, աղ կարոտս տանջում է Մուրազուն եմ սրտիս մեջ, սեղան գցեմ գեղա մեջ համար ու մի սիրելի դիլիվ դու մեր սուրբ օջախ շատ ես գովելի որտեղ է լինենք ուրել է որ գնանք քո կենացը կխմենք ու կպարծենանք դիլիվ հողս կանչում է աղ կարոտս տանջում է մուրազում եմ սրտիս մեջ սեղան գցեմ գեղա մեջ դիլիվ հողս կանչում է աղ կարոտս տանջում է մուրազում եմ սրտիս մեջ սեղան գցեմ գեղա մեջ Դիլիվ հողս կանչում է աղ կարոտս տանջում է մուրազում եմ սրտիս մեջ սեղան գցեմ գեղա մեջ Հավատում ես ես հավատում, ախ ինչ անեմ ես Անդարբեր քո հայացքի մեջ ախ ոնց ապրեմ ես Այս աշխարհի ծաղիկները նայում եմ քեզ Հավատում ես ես հավատում, ախ ոնց ապրեմ ես Հավատում ես ես հավատում, ախ ոնց ապրեմ ես Հավատում ես ես հավատում, ախ ոնց ապրեմ ես Անդարբեր քո հայացքի մեջ ախ ոնց ապրեմ ես Այս աշխարհի ծաղիկները նայում եմ քեզ Հավատում ես ես հավատում, ախ ոնց ապրեմ ես Հավատում ես ես հավատում, ախ ոնց ապրեմ ես Անցնում էին ծաղկատալարը բուրակով Սիրտազնիք նենարա սիրո կրակով Ողջ աշխարհը թեկուզ մանդար շրակով Միևնույն է աննման է իբերին Դրախտի
Սրտը պայծառ երկնի լույսուն ասի պես Ունքերը կեր երեք օրվա լուսնի պես Լեզուն կացր խանդ ու շաքար է ասես Դրախտի անվան սաղիկ է իմ փերին Դրախտի անվան սաղիկ է իմ փերին Անմահական նեկտար ունի շութերին Դրախտի անվան սաղիկ է իմ փերին Անմահական նեկտար ունի շութերին Սաղկանց դաշտում դարձյալ դեսա իմ յարի Իմ անման իմ եղան իմ արալին Վարդերը սարել էր սիրո ճանապարհին Դրախտի մեջ շողշողում է իմ թերին Դրախտի արման սաղիկ է իմ թերին Անմահական նեկտար ունի շութերին Դրախտի արման սաղիկ է իմ թերին Անմահական նեկտար ունի շութերին Շրջում ենք մենք միասին ուսնագիշերով Նայում ենք ու ժապտում ենք իրար աչքերով Առաջին համքյորի դեշ շգ աշխարհում Սիրուն ջան ինձ հավատա որ քեզ եմ սիրում Առաջին համքյորի դեշ շգ աշխարհում Սիրուն ջան ինձ հավատա որ քեզ եմ սիրում Բացվել են ծաղիկները եկել է գարում Մեր ծաղի աշիկները սիրուն են սիրում Ողջ գիշեր են ծաղեքը Սունում են սունում, ես դարի աղջիկները սունում են սունում Բացվել են ծաղիկները, եկել է գարում Մեր թաղի աղջիկները սիրուն են սիրում Ողջ գիշերը թաղեքը Սունում են սունում, ես դարի աղջիկները սունում են սունում Քեզ մոտ գիշեր թե ցերը Հայրս իր քո համքյուրով սիրուն ջան երեք Իմ սիրտը քեզ եմ տալիս որ համեր շպահեց Աշխարհում որ դու մենակ ինձ սիրես Իմ սիրտը քեզ եմ տալիս որ համեր շպահեց Աշխարհում որ դու մենակ ինձ սիրես Բացվել են ծաղիկները եկել է գարում Մեր թաղի աղջիկները սիրուն են սիրում Ողջ գիշերը թաղեքը Եվ այս պայմանությամբ մեր գեղեցիկ ավակ ծնողներին մեր շատ սիրելի, հարգելի տատիկ պապիկներից նրանք խոսք ունեն նույնպես արտահայտվելու, շնորհակալություն հայտնելու, որ նրանք այսօր մեր կողքին են եւ մենք նրանց մեծ քնածն ենք բարձրացնում, ես ուզում եմ խոսքը տրամադրել մեծ սիրով մեր շատ հարգելի, պատվելի տատիկ պապիկներին։ Սիրելի բարեկամներ, բարձր ծավալությունը մեր զալիկ պապիկի համար, լսենք նրա սրտի խորքին խոսքը։ Ծափերը բարձր, ծափերը բարձր։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հարազատներ, սիրելի արունակիցներ, այսօր մենք հավաքվել ենք այս շքեղ համալիրում, հիշենք, այսօր մեր ոչ թե մեր գիտակցականն է բերել է, այն մեր մեջը մեր նախնիներից սերմաված արյունն է այսօր մեր պապերի արյան կանչն է բերել է մեր այստեղ։ Շնորհակալություն մեր պապերին, մեծարենք, եկեք անարատ պահենք այդ արյունը, անարատ պահենք և փոխանցենք մեր սերունդներին, ոնց որ մեր պապերն մեր ժառանգել։ Շնորհակալություն բոլորիս հետ։ Ցավները տանեմ, այսօր գիտես ուզում եմ մի ուղում մտցնեմ այս տոհմածառի մեջ։ Տոհմածառին եկեք անվանենք որպես կաղնուծառ։ Երկարակյաց կաղնուծառ, եթե կաղնուծառը նշենք։ Եթե նայում ենք, տեսեք համաչափությունը խախտված է այս ծառի։ Այստեղ ճյուղեր կան, որոնք ասենք աճել են, բայց ցավոք սերունդ չեն տվել, չորացել են։ Եկեք հիշենք այս մեր ազգի ով սերունդ չի տվել, դրանց է հիշենք։ Այն երեխեքին էլի ցավոք եմ հիշում, գիտեք հուզվում եմ, ասենք, այս ծառը թող համաչափություն լինի,
մեծանա, աճի երբեք չչորանա, նորաճուղ չորուկ չտա այդ ծառը։ Կներեք, ինձ կարող եմ մի քիչ հուզվում եմ այդ անկետ, ախպերս եմ, հա, թորնիկը, հա։ Եկեք հիշենք այդ երեխեքին, այն որոնք ճուղ չեն տվել երեխաներին հիշենք, թող բազմանա, աճի, այս ծառը իր համաչափությունը ստանա, ողջ լինեք, ձեր ցավը տանը։ Շնորհակալություն բարձրացավողջունել մեր Զալբեկ Պապիկին, ով հանդիսանում է Եղազար Պապիկի թորնիկը։ Հաջորդ խոսքը ոնց հասկացա տրամադրում ենք իմ լավ եղբայր Վարդան Պապիկին, մեծ սիրո Վարդան ջան, չես կարող փախչել, ծափերով բարձր դիմավորում ենք իմ լավ Վարդան եղբորս։ Ծափողջուներով։ Վարդան ջան, չէ, թող խոսք իրա, սրտի խոսքը թող ասի։ Նույնպես հանդիսանում է Եղազար Պապիկի սիրելի թորիներից մեկը, չէ։ Ահա, լսում ենք։ Հարգելի բարեկամներ, հարգելի բոլոր ցեղանակիցներ, որ այսօր որ հավաքված ենք ստեղ ոչ խնամի կա, ոչ հարևան կա, ոչ մի բան, սաղս նույն արունն ենք, նույն հարազատներն ենք։ Ես բոլորից խնդրում եմ ու ցանկանում եմ, որ էսի ավանդությունը լի, միշտ անենք էսի, միշտ սենց հավաքվենք, որ սաղ ենք կլելու կնար, ամեն տարի սենց կազմակերպենք, սենց հավաքվենք, բոլորից գոհ շնորհակալ ենք։ Մի րոպե։ Սիրելի բարեկամներ, Վարդան Պապիկը ասում է թող ամեն տարի այսօրը հավաքվենք այստեղ, ուտենք, խմենք, մեծարենք մեր տոհմած ծառին, Վարդան Պապիկ։ Եվ քո խոսքերի մեջ մի լավ խոսքել ասացիր, որ կողմնակի մարդ չկա, խնամիներ։ Գիտեք դա խի ասած ժողովուրդ ջան, որ մեկ գնում են զույգերով առիթի ժամանակ, արդեն երկու ընկեր են լինում կամ երկու խնամիներ, մեկը մյուսին ասում է տղա չես վախենում, ասում է ումից, ասում է քո կնոջից, դամաշնի կակեպից, ասում է չեմ վախենում, հպարտորեն չեմ վախենում եւ վերջ, եւ նույն ընկերը մյուս ընկերոջն է հարց տալում, ասում է իսկ դու չես վախենում, որ խմում ես այդպես, դե կողքը մարդ չկա, չէ՞ որ դամաշնի կակեպեն բզից պես ասի այդ տղա քիչ խմի տուն է թալ կա եւ 1000 հարցեր կա, եւ այդ ժամանակ ընկերը ինչ է պատասխանում, ասում է եղբայրս ասում է ես հələ այդքան չեմ խմել որ վախենամ։ Ինքը չափադր է, Վարդան ջան, մեծ սիրով, ճիշտ ես ասում, կողմնակի մարդ չկա, մենք ենք մեր սարերը։ Եվ սիրով մեր տատիկ պապիկների համար, մեր լավ մեծերի համար, սիրելի բարեկամներ, անձամբ ես շատ սիրում եմ, շատ հարգում եմ մեր սիրելի տատիկ պապիկներին, որովհետև նրանք մեր բարին կամեցող, մեր լավը կամեցող, շատ սիրելի անձնավորություններն են։ Եվ հիմա ուզում եմ տատիկ պապիկների խոսքերին եւ տոմածառի այդ վերջաբանության խոսքը հանձնել իմ շատ սիրելի քնար մայրիկին։ Հավաքվեցինք մենք ազգովի, կերանք, խմինք, ուրախացանք, ամբողջ հոգով վայելեցինք, մեկս մեկու ջան ասեցինք, թող որ այսպես շարունակվի հանդիպումը եղբայրների ու քույրերի, թող որ երբեք չպակասի ուրախությունը մեր ողջ տոհմի։ Շնորհակալություն, սիրելի քնար մայրիկ, սիրելի բարեկամներ, սա վերջաբանը մեր ավարտը չի, սա նոր ենք սկսել, ուղղակի սա որպես տոհմածառի վերջաբանն էր։ Եվ այս պայմանությամբ ես ուզում եմ ինչպես մեր ավագ սերունդը, մեր շատ սիրելի հարգելի տատիկ պապիկները, ես հիմա նույնպես խնդրում եմ բաժակթած լցնենք, բարձրացնենք նրանց երեխաների համար, նրանց շարունակողների համար, նրանց այն երիտասարդ երեխաները, ովքեր որ զույգերով եւ նույնպես թորներով, ծորներով շարունակում են գեղեցիկ ընտանիքը։ Ես ասեմ, որ ընտանիքում եւ նույնպես անդրադառնում եմ իմ առաջին խոսքերում։ Ես ցանկանում եմ մեր սիրելի տատիկ պապիկների ընտանիքներում թող նրանց երեխաների մոտ առաջինը լինի սերը, հարգանք պատիվը, մեծարգու մեծերին, մեծ գեղեցիկ մեր ծնողներին այնպես ենք մենք հարգում սիրում, մի գեղեցիկ խոսք կա։ Ընդամենը ասում ենք մամ ջան, սիրտդ ինչ կուզի։ Հարց ենք տալիս մեր շատ սիրելի
ծնողներին, մայրին։ Մոր սիրտը ինչ է ուզում, սիրելի բարեկամներ, ընդամենը երկու բան, որ առաջինը իրեն երեխան ապրի առողջ, երկրորդը բախտավոր, եւ երրորդը բոլորս ենք միասին ուզում, որ աշխարհում տիրի խաղաղություն։ Մեծ սիրով ուզում եմ հիմա հատուկ ծավողջուներ մեր սիրելի ծնողների, նրանց երեխաների համար, նրանց երիտասարդ մատղաշ ճյուղերի համար։ Խնդրում եմ ծավողջուները բարձր։ Սևաչկերով միայնի, հոп ջիվանի, էստեղ են ցավտանի, հոп ջիվանի, սևաչկերով միայնի, հոп ջիվանի, էստեղ են ցավտանի։ Մի հատ պաչիկից տվավ, իմ այտերը չորացավ, Մի հատ պաչիկից տվավ, իմ այտերը չորացավ, գնա մամայի տասա, աղբյուրի մոտ քեզ տեսա, Գնա մամայի տասա, աղբյուրի մոտ քեզ տեսա, հոп ջիվանի, սևաչկերով միայնի, հոп ջիվանի, էստեղ են ցավտանի, հոп ջիվանի, սևաչկերով միայնի, հոп ջիվանի, էստեղ են ցավտանի։ Ամշարշիկ եգուր հոս, քեզ կտանեմ Եգիպտոս, Սիրուն աղջիկ եգուր հոս, քեզ կտանեմ Եգիպտոս, Եգիպտոս են Հունաստան, այնտեղից են Հայաստան, Եգիպտոս են Հունաստան, այնտեղից են Հայաստան, հոп ջիվանի, սևաչկերով միայնի, հոп ջիվանի, էստեղ են ցավտանի, հոп ջիվանի, սևաչկերով միայնի, հոп ջիվանի, էստեղ են ցավտանի։ Իշկերեցիկ աչքեր ունես, չեն վշտանում նայելով քեզ, այնքան ուպես ու սիրուն ես, անդարով եմ դիպչել ես քեզ, վայ, ոնց եմ սիրում ես քեզ։ Իշկերեցիկ աչքեր ունես, չեն վշտանում նայելով քեզ, այնքան ուպես ու սիրուն ես, անդարով եմ դիպչել ես քեզ, վայ, ոնց եմ սիրում ես քեզ։ Սա երազ չէ, սա մուրազ չէ, այլ հեքիաթ չէ, իրական է, շատ եմ սիրում աչքերդ ես, հույլ դուր մոտենամ, սերս պատմեմ քեզ։ Սիրում եմ, են սև աչքերով աչքան, սիրում եմ, սև աչքերով աչքան, սիրում եմ, են սև աչքերով աչքան, սիրում եմ, սև աչքերով աչքան, քանի գնում սիրահարվում եմ ես։ Այս աղջիկը սև աչքերով այրում է ինձ իր նայված քով, Սերը գցել իմ սրտի մեջ, որոնում եմ նրան անվերջ, վայ, ոնց եմ սիրում ես քեզ։ Այս աղջիկը սև աչքերով այրում է ինձ իր նայված քով, Սերը գցել իմ սրտի մեջ, որոնում եմ նրան անվերջ, վայ, ոնց եմ սիրում ես քեզ։ Սա երազ չէ, սա մուրազ չէ, այլ հեքիաթ չէ, իրական է, շատ եմ սիրում աչքերդ ես, հույլ դուր մոտենամ, սերս պատմեմ քեզ։ Սիրում եմ, են սև աչքերով աչքան, սիրում եմ, սև աչքերով աչքան, սիրում եմ, են սև աչքերով աչքան, սիրում եմ, սև աչքերով աչքան, քանի գնում սիրահարվում եմ ես։
Քեֆ ենք անում մենք բոլորս միասին Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում սիրելիս Քեֆ ենք անում, երկու, երեք, չորս Մենք ներոնցով հավաքվելու դու մենք խմում Հայերից լավ կերպանող չկա աշխարհում Մենք երգում ենք ու պարում Երևանից լոս Սիրուն արցիկ ենք ու հոս Մենք երկու, երեք, չորս Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում սիրելիս Քեֆ ենք անում, մենք բոլորս միասին Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում սիրելիս Քեֆ ենք անում, մենք բոլորս միասին Շապատը մեկ օր թեկուս կարքին կե բարեք Մի մնացեք սուսու հուսան մորաս բարեք Թող լսվի ձայները մեր Երևանից լոս Բերում տղա երկու կողմ Մենք երկու, երեք, չորս Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում սիրելիս Քեֆ ենք անում, մենք բոլորս միասին Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում սիրելիս Քեֆ ենք անում, մենք բոլորս միասին Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում սիրելիս Քեֆ ենք անում, մենք բոլորս միասին Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում սիրելիս Քեֆ ենք անում, մենք բոլորս միասին Հավլաբարումություն է գալիս Լեխանովում պայծառոր է Ինձ քեզանից բաժանողը Ցավը տանեմ դիպ մերը տեղ մեղավորը Ինձ քեզանից բաժանողը